Պատվարժան դոկտոր Աննա Ալեքսանյան, պատվարժան Ադենավետ Սոսիալ Հունչակյան Գուսակցության Արևմուտյան Ամերիկայի մասնաճյուղ, հարկելի ներկաներ, բոլոր բարեկամներ։ Այսօր Ցեղասպանության 110 ամյակի արդիվ գազագերված ազ ցերնագին։ Պրոգրամի մեջ բզդիկ փոփոխություն մեղած է, անոր համար հիմա պիտի հրավիրեմ բացման խոսքը կատարելու համար մեր հոգապարծության ծբրուի դիգին Անահիտ Քոջայանը։ Դրամիցիկ։ Բարի եկած եք բոլորդ։ Գրված լալով միության մշակութային հանձնախումբի ադենավետ դոկտոր Հովհաննես Քուլակ Ավետիկյան անանքիստ է այսօր, ես կպարինեմ զինք, բարի ապակինում կմաղթեմ իրեն։ Նախ կուզեմ բոլորիդ հրավիրել հոդնգայս վարգյանը մեր հարթակի դուրքը մատուցանելու եղևնի նահատակներու հոգիներուն, ինչպես նաև նահատակ Սևակ Բալխջիի հիշատակին, երբ ան իր պարտադիր զինվորական ծառայությունը կկատարեր Պատմանի Քուզդուկ շրջանի մեջ։ Արևմուտքի երկիրներու կողմէ մորսված ցեղասպանության հիշատակումը վերականգնելու համար հայությունը աշխարհով մեկ սփյուռքի տարածեն ամեն տարի կնախընծնե հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքները։ Խնդրեմ մեկ վայրկյան ոտքի։ Շնորհակալություն։ Ուստի գազգուտմարգերբոված աշխատանքի շնորհիվ հայոց ցեղասպանությունը հարցը դուրս եկավ տասնամյակներու լրությունեն եւ միջազգային հեռադասության առարկա դարձավ։ Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ վերականգնման ուղղությամբ հսկայացավ աշխատանքներ դարված եւ սփյուռքեն քաղաքներեն թե հայրենիքեն ներս։ Այս աշխատանքներու շնորհիվ հետս է մեծացավ տարբեր ժողովուրդներու, հասարակական, քաղաքական շրջանակներու եւ գիտական կենտրոններու հետազոտությունը հայ ժողովրդի պատմության վերաշնորհ ժամանահատածի նկատմամբ։ Այսօր մենք պիտի ունենանք դասախոսուհի դոկտոր Աննա Ալեքսանյանը, որոնց հագիշտ կենսագրականը մեզի պիտի ընթերցեք, միության ընդհանուր ժողովի հայրեն բաժնի քարտուղարուհի Թամար Եշիլչիմենը, հրամետ համար։ Բարի երեկո, բարի եկակցրիվ ներկաներ, դոկտոր Աննա Ալեքսանյանը ստացած է PhD-ին Կլարկ համալսարանի և հոլոկոստի և ցեղասպանության ուսումնասիրություններով Ստրասլեր կենտրոն է։ Անոր աշխատանքը կուսումնասիր է հայոց ցեղասպանության երկու սերերու տեսակետերը անոր զոհի դարձած կանանց փորձառություններու մեջ։ Ան 7 տարի աշխատած է հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկի մեջ որպես գիտաշխատող։ Ալեքսանյանը ստացած է
բակալորի և մագիստրոսի գոչում Երևանի Պետական Համալսարանի պատմության մեջ։ 2019 թվականի աշունեն մինչև 2022 թվականի աշունը աշխատած է Հայաստանի ամերիկյան համալսարանի մեջ, որպես հարագից դասահոս։ Հրադարագած է աղաթեմական ամսագրերում մեջ և ոչ աղաթեմական հրադարագություններում մեջ հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով։ Ան պատասխանատու էր Գրիգոր Գերգերյան Արցախ արխիվի հայալեզու նյութերու դասակարգման և ցուցակագրման համար։ Անոր վերջին հոդվածն է անվտանգության զոհերը, հայ կանանց և աղջիկներու ճակատագիրը, որոնք չեն արտաքսված Տրաբզոնեն Թոմաս Գյունեի, Մերի Ջեյն Ռեյնի և Մարկ Մամիկոնյանի հայոց ցեղասպանության փաստագրումը 2023։ Ներկայիս Ալեքսանյանը UCLA-ի խոստում հայկական հիմնարկին հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի հետդոկտորանտի ընկերակից է։ Հիմա պեմ կհրավիրեմ հարգելի դոկտոր Աննա Ալեքսանյանը խոսակցությունը կատարելու համար։ Շնորհակալություն համար, շնորհակալություն Պոլսահայ Միությանը այս պատվին արժանացնելու համար և այսօր երեկո ինձ հրավիրելու այս կարևոր ոգեկոչման ցեղասպանության 110-ամյակի ոգեկոչման երեկոյի կապակցությամբ։ Մինչև դասախոսությունը սկսելը պետք է ներողություն խնդրեմ, որովհետև ես արևելահայերեն պետք է խոսեմ, արևելահայ եմ, բայց եթե տեղ արտեղ նաև արևմտահայերեն կփորձեմ, որովհետև վերապրողների հուշերը և արևելահայերեն են, և արևմտահայերեն են, ինչու որովհետև այսօր պետք է խոսենք Տրապիզոնի մասին։ Ուրեմն շատերիդ ծանոթ է այս քարտեզը, կարծեմ, սա ես վերցրել եմ Հուշամատյան.org կայքից, Հուշամատյանը Վահե Թաշյանի և իր խմբի միջոցով ուրեմն փորձում է հավաքագրել և օնլայն հարթակում ներկայացնել արևմտահայերի, օսմանահայերի կյանքը մինչև ցեղասպանությունը և ահա այստեղ այս քարտեզը ներկայացնում է այն բոլոր, ներառում է բոլոր այն համայնքները, որտեղ ապրել են հայերը մինչև ցեղասպանությունը և այստեղ դուք տեսնում եք Սև ծովին գից Տրապիզոնի նահանգը։ Տրապիզոնը ընդհանրապես համարվել է շատ կարևոր նահանգ արևմտահայերի համար, բայց նաև արևելահայերի համար, ռուսահայերի համար։ Ինչու՞, որովհետև սա մի տեղ էր, մի կետ էր, որտեղ հանդիպում էին և արևմտահայերը, և արևելահայերը։ Սա մի տեղ էր, որտեղով անցնում էին նաև հեղափոխականները արևելյան Ռուսահայաստանից և հետո գնում էին մյուս հայաշատ գավառներ և ուրեմն պատահական չէ, որ 1890-ականների համերգյան կոտորածները, որի մասին դուք բոլորը գիտեք, սկսվել են հենց Տրապիզոնից։ Այսինքն Տրապիզոն քաղաքը շատ կարևոր էր, շատ կարևոր։ Եվ այսօրվա դասախոսությունը ընդհանրապես ոչ թե նահանգին է վերաբերվելու, այլ հենց բուն Տրապիզոն քաղաքին, որովհետև Տրապիզոն նահանգը ուներ մի քանի շերտ հայություն, այդ թվում համշենահայություն, դուք գիտեք համշենահայերի մասին, որոնք իսլամ ուրեմն կրոնափոխվել էին իսլամի, բայց պահպանել էին իրենց ինքնությունը և ոչ միայն համշենահայերը, այլ շատ հայեր 17-18-րդ դարերում այս Տրապիզոնի նահանգում բռնի իսլամացման են ենթարկվել։ Եվ իհարկե մնացել էր նաև բուն հայկական ոչ իսլամ տարր, որը 19-րդ դարում աչքի ընկավ իր առևտրատնտեսական կապերով, կարողացան այստեղի հայերը տնտեսական մեծ ցանց հիմնել, նրանք բավականին մեծ կապիտալ կարողացան կուտակել, իր շնորհիվ
իրենց առևտրական կապերի Եվրոպայի հետ, Ռուսաստանի կայսրության հետ, Իրանի հետ եւ այսպիսով նրանք շատ բավականին լուրջ սոցիալ-տնտեսական դիրք էին գրավում Տրապիզոնի կյանքում մինչև 1915 թվական, մինչև որ սկսվեց հայոց ցեղասպանությունը։ Ուրեմն Տրապիզոնի ցեղասպանությունը պետք է ասեմ, որ ամենաշատ փաստագրված ցեղասպանություններից է։ Ես ինչու եմ առանձնացնում ընդհանրապես Տրապիզոնը, պետք է առանձնացնել բոլոր նահանգների ցեղասպանությունները, ինչպես օրինակ Հոլոքոստի պարագայում հրեաները առանձնացնում են Եվրոպայի տարբեր հատվածներում տեղի ունեցած Հոլոքոստը, այնպես էլ մենք առանձնացնում ենք հայոց ցեղասպանության ընթացքում տարբեր նահանգներում տեղի ունեցած ցեղասպանությունները։ Օրինակ Կիլիկիո պարագայում մենք առանձնացնում ենք ինչպես տեղահանվեց Կիլիկիան, որը նման չէ նրան, թե ինչպես տեղահանվեց, ասենք, Մուշը, ինչ եղավ Էրզրումում, Սիվասում եւ ինչպես տեղահանվեց Տրապիզոնը եւ ինչ ճակատագիր ունեցան Տրապիզոնի հայերը։ Եվ շատ կարևոր է, որ հիշենք, որ ամեն մի տեղանքում շատ մեծ դեր կատարեցին ոճրագործները, որոնք կատարող են։ Ինչ նկատի ունեմ կատարող, որովհետև կային ոճրագործներ, գլուխը, որը որոշումներ էր կայացնում, եւ կային տեղում իրականացնողներ, այսինքն ոճիրը իրականացնողներ։ Եվ այս ոճիրն իրականացնողներից իրականում շատ բաներ կախված, թե նրանք ինչպես կիրականացնեն այդ ոճիրը, արդյոք կգան համաձայնության տեղի հայերի հետ։ Եվ իհարկե գերիթուրքական կառավարությունը, որը պլանավորել էր հայերի ցեղասպանությունը, հաշվի էր առել նաև հայ-թուրքական հարաբերությունները, նրանց կապերը հայկական համայնքի հետ, բնականաբար, որ հայերը կապեր ունեին տեղի էլիտ թուրքերի հետ եւ ուրեմն այս ամեն ինչը հաշվի էր առնվել։ Եվ ուրեմն ինչու Տրապիզոնի ցեղասպանությունը ես համարում եմ ամենափաստարկված ցեղասպանություններից մեկը, որովհետև 1919 թվականին ոճրագործմոտ 200 ոճրագործներ դատվել են Ստամբուլում թուրքերի կողմից բարձրագույն ռազմական դատարանում։ Եվ այս ոճրագործներից առնվազն 5-ը Տրապիզոնի ոճրագործներն էին ցեղասպանության։ Եվ մինչև այս դատավարությունները, ուրեմն 1919-ի մարտի 26-ից մինչև մայիսի 20-ը մոտ 20 նիստ է եղել, 20 դատավարության նիստ է եղել, եւ այս նիստերից առաջ եւ նիստերի ընթացքում հավաքագրել են բոլոր վերապրողների վկայությունները, հավաքագրել են բոլոր վկաների ցուցմունքները, որոնց մեջ եղել են նաև թուրքեր, հավաքագրել են բոլոր փաստաթղթերը, որոնք ուղարկվել են Տրապիզոն, եւ այս դատարանում եկել եւ վկայություն են տվել ինչպես օտարերկրյա հյուպատոսները, որոնք այդ քաղաքում էին, այնպես էլ մյուս բոլոր վկաները։ Իհարկե այս փաստաթղթերը դատարանի այս փաստաթղթերը հետագայում անհետացել են։ Մենք չունենք սրանք եւ թուրքական պետությունը հետագայում Քեմալական Թուրքիան ուղղակի արգելք է դրել այս փաստաթղթերի վրա։ Հուսով ենք օրերից մի օր մենք հնարավորություն կունենանք օգտագործելու այս փաստաթղթերը, բայց Պոլսու հայոց պատրիարքը, եթե դուք հիշում եք այդ ժամանակ Զավե պատրիարքը, նա հատուկ ներկայացուցիչ էր ուղարկում, որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, ներկա գտնվելու դատավարությունների եւ սղագրելու ամբողջ դատավարության ընթացքը։ Եվ Պոլսո թերթերը, ոչ միայն հայկական թերթերը, բայց նաեւ թուրքական եւ ֆրանսերենով տպող թերթերը, նրանք օրվա կտրվածքով ուրեմն տալիս էին սղագրություններ այս դատավարությունների, հա։ Եվ մենք ունենք ուրեմն, ահա այս նկարը դատավարություններից է, եւ մենք ունենք ժամանակ թերթից
մի էջ, ես ընտրել եմ հենց այս էջը, որտեղ այստեղ հենց այս օրվանից է սկսում դատավարությունների մասին տեղեկություններ եւ ուրեմն այստեղ նաեւ հրապարակվում են ոճրագործների լուսանկարները եւ նրանց մասին ուրեմն տեղեկություններ։ Եվ փաստորեն մենք ունենք հսկայական արխիվներ, որոնք փաստում են Տրաբզոնի ցեղասպանության մանրամասները։ Ինչպես դուք գիտեք, Վահագն Թադրյանը, մեծանուն հայ ուրեմն հետազոտող ցեղասպանագետ, նա շատ հետաքրքրված էր հենց ոճրագործներով եւ պատահական չէ, որ Վահագն Թադրյանի արխիվը, որ այսօր գտնվում է Արարատ Էսկիջյան թանգարանում, հսկայական նյութ ունի հենց ոճրագործների վերաբերյալ։ Նա հսկայական թղթապանակներ է հավաքել թուրքերենով, հայերենով, գերմաներենով, անգլերենով, ֆրանսերեն եւ տարբեր լեզուներով ոճրագործների մասին։ Եվ ուրեմն փաստորեն մենք ունենք նաեւ այդպիսի տեղեկություններ։ Երբ որ գալիս է Տրաբզոնի ցեղասպանության աղբյուրներին, պետք է հիշենք, որ նրանք տարբեր տեղերում հայտնվեցին աղբյուրները եւ նաեւ վկայությունները։ Մի մասը Արևելյան Հայաստանում, Ռուսահայաստանում, որովհետև փրկվածները հիմա երբ որ պատմում են պատմությունը, դուք կհասկանաք, որ փրկվածները մեծամասամբ գաղթեցին դեպի ուրեմն Բաթում, որտեղից էլ ռուսական կայսրության տարբեր քաղաքներ, իսկ նրանք, ովքեր աքսորվեցին, նրանք հայտնվեցին Հալեպում եւ Հալեպից հետագայում եկան Ստամբուլ, Կոստանդնուպոլիս եւ ուրեմն նրանց մի մասի վկայությունները Պոլսում մնացին եւ այս դատավարության նյութերը, որոնք հետագայում տեղափոխվել են իհարկե Պոլսո հայոց պատրիարքը դրանք տեղափոխել է Մարսել, Մարսելից կես Նուբարյան գրադարան, կեսը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվ, այսինքն այս արխիվներում են այս նյութերը, իսկ մի մասը գտնվում են Վրաստանի եւ Հայաստանի, ինչու՞ չէ նաեւ Մոսկվայի եւ Բաքվի արխիվներում։ Մենք հիմա չենք կարող ասել, թե ինչքան է պահպանվել դրանք նույն Բաքվի արխիվներում, բայց Մոսկվայի, Հայաստանի եւ Վրաստանի արխիվներում կան այսպիսի օրինակ օրագրեր, վկայություններ Տրաբզոնի հայերի, փրկված հայերից մնացած, որոնք շատ հետաքրքիր են, ընթեռնելի եւ որոնք ես օգտագործել եմ իմ ուսումնասիրությունների համար։ Այսքանը արխիվների մասով եւ ես միշտ արխիվների մասին խոսում եմ, որովհետեւ հատկապես թուրքերը շատ հետաքրքրված են, թե մենք ինչի հիման վրա ենք ուրեմն մեր ցեղասպանության մասին նյութերը կամ հոդվածները գրում։ Այս նկարը եւս ես վերցրել եմ Հուշամատյանից եւ ես շնորհակալություն եմ հայտնում Վահե Թաշյանին, որ հոժարական ուղարկել է այս նկարի ուրեմն բարձր գրեծանության։ Սա Տրաբզոնի տեսարան է, Տրաբզոն քաղաքի եւ ինչպես արդեն ասացի, հայերը բավականին բարձր դիրք ունեին, սոցիալ-տնտեսական բավականին բարձր դիրք ունեին այս քաղաքում, ունեին հայկական դպրոցներ եւ պատահական չէ, որ անգամ հայ կանայք ավարտելով Տրաբզոնի հայկական դպրոցները եւ վարժանները իրենց կրթությունը շարունակում են նաեւ եվրոպական համալսարաններում։ Եվ մենք ունենք այդպիսի կանայք, որոնք ավարտել են եվրոպական համալսարաններ, այնուհետև հետ են վերադարձել Տրաբզոն եւ 15 թվականին դարձել են այս ոճրագործության ուրեմն Տրաբզոնի ցեղասպանության զոհերը։ Հիմա ընդհանրապես երկու լուսանկար Տրաբզոնի հայերից, որովհետեւ դուք գաղափար կազմեք, այսինքն կան Տրաբզոնահայեր, որոնք տիպիկ Տրաբզոնի տարազով են լուսանկարված եւ կան ուրեմն շատ եվրոպականացված, ուրեմն այսպիսի լուսանկարներ, նրանք շատ եվրոպականացված էին Տրաբզոնի հայերը եւ ուրեմն ինչ է տեղի ունենում 1915 թվականի ամռանը Տրաբզոնում։ Քանի որ Տրաբզոնահայությունը չի տեղահանվել առաջինը եւ կողքի նահանգներն արդեն տեղահանված էին, արդեն 1915 թվականի մայիսին
տրապեզոնահայությունը լուրեր է ստանում գավառներից, որ նրանք ովքեր բռնի տեղահանվել են, արդեն ենթարկվում են կոտորածների և ուրեմն թալանի սպանությունների։ Տրապեզոնահայությունը փորձում էր բանակցել թուրքական իշխանությունների հետ, տեղի թուրքական իշխանությունների հետ և համոզել թուրք կառավարությանը, որ իրենք չեն պատրաստվում ապստամբել, չէ որ արդեն Վանի դեպքերի մասին լուրերը հասել են նաև Տրապեզոն, և նրանք փորձում էին համոզել, որ իրենք հնազանդ են, հպատակ են և ուրեմն իրենք ամեն ինչ կանեն Թուրքիայի համար և պետք չէ տեղի հայությանը ընդհանրապես տեղահանել։ Սակայն այս բանակցությունները բնականաբար անօգուտ էին, որովհետև գիտենք, որ բնականաբար սահմանն էր ռուս-թուրքական և արդեն հայությունը ճանաչվել էր որպես վտանգավոր տարր։ Մինչև Տրապեզոնի տեղահանության հրամանը տեղի ուրեմն դաշնակցությունը, կուսակցությունը, որը բավականին հեղինակավոր էր, իր բանակցություններն է սկսում ուրեմն տեղի և թուրք իշխանության հետ և գալիս է այն եզրակացության, որ եթե զենքերը հանձնել, իսկ Տրապեզոնի հայությունը ուներ զենք, որովհետև ես նշեցի, որ նրանք Տրապեզոնի նավահանգստով էին գալիս շատ ժամանակ դեպի Վան, Էրզրում և մյուս նահանգներ զենքերը, նա ասում է, որ նրանք պայմանավորվում են, որ պետք է ուրեմն հայերը հանձնեն զենքեր և այդ դեպքում ուրեմն տեղի չի ունենալու հայերի տեղահանություն։ Այսպիսի բանակցություններից հետո, երբ որ դրան մասնակցում էր նաև առաջնորդը Դուրյանը, Գևորգ Դուրյանը, նրանք հանձնում են զենքերը, իհարկե որոշ անդամներ և կուսակցականներ այդպիսի վստահություն չունեին Թուրքիայի նկատմամբ և այնուամենայնիվ նրանք չեն հանձնում զենքերը, պահում են իրենց տներում, բայց արդյունքում մեծամասամբ ուրեմն զենքերը հանձնվում են և հունիսի 22-ին 22-ից 26 հնգած այդ ժամանակաշրջանում էր, բայց եթե հիշողությունս չի դավաճանում, հունիսի 22-ին 1915 թվականի տեղի ամենում հերթական ժողովը, նրանք զենքերը հավաքելուց հետո հրավիրում են քաղաքի հայ մտավորականությանը և կարևոր ուրեմն ներկայացուցիչների գալ և հանդիպել Սամսունում։ Եվ ուրեմն այս հանդիպմանը ոչ ոք չի հասնում, նրանք ուղղակի սպանվում են ծովի վրա։ Շատ պատահական փրկվում է Վարդան անունով մի տրապեզոնահայ, ով որ նշանավոր մի ճաշարանի տնօրեն էր և քաղաքը իրեն ճանաչում էր։ Նա շատ լավ լողորդ էր և լինելով վիրավոր, նա կարողանում է լողալ և հասնել քաղաք և ուրեմն հասնել հիվանդանոց, որտեղ նա պատմում է, որ ամբողջ ուրեմն հայությունը, այդ հայության էլիտան, այսպես ասած, մտավորականությունը քաղաքի ուղղակի սպանվել է և նետվել ծովը առանց հասնելու նշանակետին։ Հաջորդը իհարկե առաջնորդն էր Դուրյանը, ում որ դատապարտում են ձերբակալում և ուղարկում են Գյումրշանե, բայց այդպես էլ ուրեմն առաջնորդը Գյումրշանե չի հասնում և ինչպես Վարդգեսը, Զոհրաբը և մյուս հայ մտավորականները նրան իր կարգից իջացնում են և սպանում են ճանապարհին։ Այսինքն մինչև իսկ ուրեմն հրամանի տեղահանության հրամանի կախվելը փողոցներում, որ հայերը պետք է տեղահանվեն, արդեն հայությունը զրկված էր իր մտավորականությունից, իր կազմակերպիչներից, իր գլխից, այսպես ասած։ Մի քանի հայ վաճառականներ փորձում են ուրիշ բանակցություններ վարել տեղի ուրեմն թուրքական իշխանությունների հետ, կանշառելով նրանց և խոստանալով բավականին մեծ քանակությամբ ոսկի և ուրեմն իրենց կալվածքները և դրա դիմաց խնդրելով ընդամենը մեկ նավակ, որով նրանք պետք է հատեին ծովը և գնային Բաթում։ Սակայն երբ որ այդ երեկոն գալիս է, պարզվում է, որ ուրեմն նրանց ոսկիները և կալվածքները վերցրել են, իսկ այդ
ամբողջ բանակցությունները ուրեմն իջիկ են լինում, նրանց սպանում են եւ ոչ մեկ տեղ չի հասնում, այսինքն ոչ ոք չի հասնում Բաթուն։ Այսինքն անիմաստ բանակցություններ։ Տրապիզոնի հայ կանայք փորձում են իրենց ազդեցությունը օգտագործել եւ Գերմանիայի ներկայացուցիչի միջոցով բանակցել թուրք ուրեմն ներկայացուցիչների հետ, իշխանությունների հետ, որովհետև շատ մտերիմ կապեր կար Գերմանիայի հյուպատոսի, նույն Ամերիկայի հյուպատոսի եւ հայ համայնքի մեջ։ Սակայն նորից այս բոլոր բանակցությունները անիմաստ էին եւ ուրեմն արդյունքում արդեն ամսի հունիսի 26-ին բոլոր հայկական թաղերում կախվում են դեպորտացիայի մասին ուրեմն հրահանգները։ Մի բան, որ շատ կարևոր է հիշել, որը տարբերվում է մյուս նահանգներից, Տրապիզոնի ցեղասպանության պարագայում, հայերին արգելված էր վաճառել իրենց ունեցվածքը, որովհետև մենք գիտենք, որ մյուս նահանգներում, եթե անշարժ գույքը չէր վաճառվում, շարժական գույքը հնարավոր էր վաճառել։ Ուրեմն անգամ շարժական գույքը եւ ընդհանրապես որևէ գույք չէին կարող Տրապիզոնի հայերը վաճառել եւ չէին կարող ունենալ կամ ձեռք բերել ուրեմն փոխադրման միջոցներ, կարգեր սայլել, որպեսզի կարողանան տեղափոխվել։ Եվ սա իսկապես տարբերվում է մյուս նահանգներից, որտեղ մենք գիտենք, որ օրինակ Էրզրումի հայերը նրանք կարողացան բավականին մեծ քանակությամբ իրենց հետ դուրս հանել Էրզրումից իրենց ունեցվածքը եւ դրա շնորհիվ նրանք հասան Ռաքա, կաշառեցին տեղի ուրեմն իշխանությունների եւ մեծամասամբ փրկվեցին դրա հաշվին։ Ուրեմն Տրապիզոնի հայությանը արգելվեց դա անել։ Եվ այն ինչ որ իրեն կարող էին վերցնել իրենց հետ, դա ընդհանրապես այն էր ինչ որ կարող են նրանք գրել իրենց ուսերի վրա։ Եվ սա արդեն ակնհայտ է, որ հայերի համար, որ իրենք չեն կարող իրենց հետ տանել իրենց երեխաներին։ Եվ փորձեցին հայերը հույների միջոցով եւ ամերիկացիների միջոցով բանակցել երեխաների համար։ Այստեղ այս լուսանկարում, եթե տեսնեք, այս տեսով մարդու կողքը կանգնած է ուրեմն Օսկար Հեյզերը, որը հյուպատոսն էր Ամերիկայի եւ նա ուրեմն բանակցում էր հայ երեխաների, կանանց եւ երեխաների համար Տրապիզոնի, որպեսզի վերջիններս չհեռանան քաղաքից եւ մնան քաղաքում, չէ՞ որ պաշտոնական ուրեմն հրամանը այնպեսին էր, որ նրանք պետք է գնան, հայերը պետք է գնան եւ վերադառնան, երբ որ պատերազմը ավարտվի, հա։ Եվ ուրեմն սա Օսկարի մեկ նամակն է ուղղված Հենրի Մորգենթաուին, որտեղ նա ասում է, որ Վալին ինձ տեղեկացրել է, որ որոշել է բացառություն անել հոգուտ ծերերի, այրիների եւ հղի կանանց, ինչպես նաեւ ուրեմն կառավարության մեջ աշխատող հայերի համար։ Իմիջիայլոց ասեմ, որ հիմնականում տնտեսագետներ էին, բանկերում աշխատողներ եւ բժիշկներ, որոնք աշխատում էին կառավարության համար, եւ ուրեմն մնացած հայությունը պետք է դուրս գա, պետք է ուրեմն գաղթի։ Այս բանակցություններին իհարկե այս բանակցությունները ուրեմն արվում էին Ջեմալ Ազմիի հետ, Ջեմալ Ազմին սա այս մարդը այս ցեղասպանության կարելի է ասել ամենամեծ ոճրագործներից է, նա շատ մտերիմ բարեկամն էր Բեհայեդին Շաքիր բեյի։ Բեհայեդին Շաքիրին շատերը երևի գիտեք, Բեհայեդին Շաքիրը դա գաղտնի Թեշքիլաթ Մահսուսայի, այսինքն գաղտնի կազմակերպության այդ զինվորական կամ ոչ զինվորական ավելի այդ հանցագործների ուրեմն ղեկավարն է, որը գալով Տրապիզոն եւ հանդիպելով Ազմիի հետ, նրանք կազմակերպում են այսպես կոչված այդ գաղտնի կազմակերպությունը, զինվորագրում են բանդերից մարդասպանների եւ հանցագործների, որոնց ժանդարմիաների հագուստ հագած պետք է ուղեկցեին հայ գաղթականների,
թալանեին հայ գաղթականների, ճանապարհին սպանել եւ այդ թալանը վերադարձնեին երիտուրքական ուրեմն վերնախավի։ Ուրեմն սա պլանավորվել է, ամբողջությամբ պլանավորվել է Տրապեզոնում։ Եվ Ջեմալ Ազմին նա շատ հետաքրքիր անձնավորություն էր, շատ կապեր ուներ հայերի հետ, շատ լավ տիրապետում էր հայկական կապիտալի չափերին, եւ նա որոշում է, որ ուրեմն հնարավորինս մեծ քանակությամբ իր համար, այսպես ասած, կապիտալ դիզի հայոց ցեղասպանությունից, չէ՞ որ նա գիտեր ինչա կատարվելու։ Ուրեմն նա այսպեսի մի որոշում է մի այսպեսի ժեստ անել հայերի համար եւ ասում է, որ ես ծնողներին թույլ կտամ, որ նրանք ովքեր ուզում են իրենց երեխաներին թողնել ուրեմն քաղաքում, ուրեմն մինչև 15 տարեկան աղջիկները կարող են մնալ եւ մինչև 10 տարեկան տղա երեխաները։ Իհարկե հայերը վստահություն չունեին թուրքերի նկատմամբ եւ հիմնականում իրենց երեխաներին վստահում են ամերիկացի միսիոներներին եւ հույներին, քանի որ քաղաքը հույներ կային շատ եւ հունաց պատրիարքը շատ մեծ սիրով որոշում է օգնել հայերին եւ ասում է, որ ես հոգ կտանեմ հայ երեխաների մասին, մինչեւ որ ուրեմն հայերը վերադառնան։ Ահա այս ուրեմն այստեղ դուք տեսնում եք եպիսկոպոսի, որը մեծագույն ջանքեր ներդրեց, որպեսզի հայ երեխաները տեղավորվեն հունական որբանոցներում։ Բնականաբար հայերը հսկայական գումարներ ունեին եւ նրանք վճարել էին նաեւ ամերիկացիներին եւ հունաց պատրիարքին, որպեսզի երեխաներին հոգ տանեն։ Եվ 1915 թվականի հուլիսի 1-ին, երբ որ տրապեզոնցիները մոտ 3000 իրենց երեխաներին արդեն հանձնել էին ամերիկացիներին եւ ուրեմն հույներին, նրանք ուրեմն պետք է դուրս գային քաղաքից։ Ընդամենը 5 օր է տևում տրապեզոնահայերի մոտ 16000 բնակչության տեղահանությունը։ 5 օր։ Եվ շատ հետաքրքիր ուրեմն ձևով, որովհետև 5 քարավան էր ամեն օր, այսինքն մի քարավան էր դուրս գալիս տրապեզոնից եւ շատ դասակարգային էին այդ քարավանները։ Առաջինը հարուստների քարավաններ, երկրորդը միջին, այսպես, ուրեմն եւ այդ 5 քարավանները տարբեր ճակատագիր են ունեցել։ Բայց հիմնականում նրանք առաջին ամսվա մեջ ուղղակի սպանվել են։ Ուրեմն ինչ է տեղի ունենում, երբ որ հայերը վերջին հայկական քարավանը դուրս է գալիս տրապեզոնից։ Նրանք զորքով շրջափակում են հունաց պատրիարքանը եւ Ամերիկայի ուրեմն միսիոներների շենքերը եւ վերցնում են բոլոր որբերին։ Ինչ են անում այս որբերի եւ երեխաների հետ։ Տանում եւ տեղավորում են հայերից խլված այդ մեծ տներում, ամեն մի տան մեջ բավական մեծ թվով երեխաներ եւ ուրեմն այնտեղ այս երեխաները մի քանի հայ կանայք պետք է հոգ տանեին մի քանի 100 երեխայի։ Ամեն մի տունը ունենում է մեծ հսկիչ մուդիր, որը պետք է հսկեր կարգուկանոնը եւ ուրեմն որոշակի սնունդ հասցնել երեխաներին։ Եվ ամենակարևորը թուրքական կառավարությունը պաշտոնապես պահանջում է, որպեսզի այս ամերիկացիները եւ հույները նաեւ իրենց տան այն ամբողջ գումարը, որը հայերը թողել էին իրենց երեխաների խնամքի համար։ Ուրեմն այստեղ Հրանուշ Մակունցի հուշերից է, ով որ մնացել էր քաղաքում եւ փրկվել է եւ իր եղբայրների եւ քույրերի համար հայտնվել է այս տներից մեկում եւ սա իր ուրեմն հուշերից է։ Նա գրում է, որ ինձ նման մի քանի երիտասարդ կանայք կոտրված սրտով օր ու գիշեր աշխատում էին այս որբերին խնամելու եւ նրանց սնունդ տրամադրելու համար, որը միշտ պակաս էր եւ ոչ ժամանակին, մահճակալներ չկար, երեխաները քնում էին հատակին, բայց ամենասարսափելին նորածինների վիճակներ,
որոնք ծածկված էին կեղտով եւ անընդհատ հարձակման էին ենթարկվում ճանճերի եւ մոծակների կողմից։ Այսինքն Տրապիզոնում առանց պայմանների, առանց ջրի եւ այդ քանակությամբ երեխաներին պահելը առանց սնունդի, սա ուրեմն պարզ էր, որ այսպես երկար չի կարող շարունակվել եւ Հրանուշը նաեւ իր հուշերում գրում է, թե այս երեխաների լացը ինչպես էր անհանգստացնում այդ մուդիրներին։ Եվ նրանք գտնում են ուրեմն ճանապարհը, ինչ անել այս երեխաների հետ։ Նախ եւ առաջ այս երեխաները տեղափոխվում են Կարմիր Մահիկի հիվանդանոցը եւ Կարմիր Խաչի հիվանդանոց։ Այնուհետև նրանց վրա տեղի բժիշկները կատարում են որոշակի փորձարկումներ եւ այս երեխաները հիմնականում շատ արագ մահանում են նույն ուրեմն սիմպտոմներով, նրանց ձեռքերը կապտած է, բերանը կապտած է եւ ուրեմն նրանց այդ հիվանդանոցներում աշխատող հայ կանայք վկայում են, որ նրանց լցնում էին մեծ կողովների մեջ այդ երեխաների դիակները, օրը ցերեկով տանում եւ լցնում էին սև ծով։ Եվ այդ ծովը դուրս էր ուրեմն հանում երեխաների մարմինները եւ այդ ծովի ափին գտնվող իտալացի ուրեմն կանայք, որոնք ծառայում էին վանքում, նրանք գալիս եւ տանում եւ թաղում էին այս երեխաների դիակները եւ մենք ունենք նաեւ վկայություններ սրա մասին։ Չմոռանանք, որ քաղաքում էին մնացել նաեւ հղի կանայք, որոնք արժանանում են նույն ճակատագրին։ Ահա սա մի տեսարան է Տրապիզոնից եւ պատկերացրեք, ահա այսպիսի տներում էին փակված այդ երեխաները եւ որոնք ուրեմն փաստորեն տեղափոխվում են հիվանդանոցներ եւ այսպիսով այս երեխաների հարցը լուծվում է։ Իսկ ինչ անել ուրեմն ավելի մեծ տարիքով երեխաների եւ հատկապես աղջիկների հետ, դա պարզ էր։ Ուրեմն սա վերապրողներից մեկի հուշերն են, որը գրում է, որ դպրոցում վիճակը օր-օրի վատանում էր, նախանձում էինք արդեն մահացածներին, մի օր զարմացանք տեսնելով, որ բոլոր դպրոցների, այսպես կոչված, դռները բաց են հանրության համար, պարզվեց, որ այն իսլամները, ովքեր ուզում են որբերից մի քանիսին որդեգրել կամ ամուսնանալ աղջիկների հետ, գալու եւ ընտրելու իրավունք են ստացել։ Որոշ ժամանակ անց, ուրեմն այս տներում մնում են մի քանի ուրեմն աղջիկներ, նրանցից շատերը հատկապես գավառացի աղջիկները գերադասում են մեռնել, քան ուրեմն խայտարակ կերպով ապրել թուրքական հարևներում։ Այսինքն սա եւ այս գավառացի աղջիկների ճակատագիրն էլ բարձ է, նրանց տանում եւ հայկական գերեզմանոցում ուղղակի սպանում եւ թաղում են, սրա մասին կան վկայություններ հենց թուրքերի կողմից, որոնք եկել են դատարան եւ վկայություն են տվել սրա մասին։ Ինչ է տեղի ունենում, ուրեմն նրանք վերցնում են երեխաներին, փոխում են նրանց անունը, փոխում են նրանց ուրեմն կրոնը եւ թրքացնում են։ Հիմնականում process-ը սա էր։ Եվ երբ որ 1916 թվականի ապրիլին ռուսները մտնում են Տրապիզոն, գրավում են Տրապիզոնը, ուրեմն հայ չէր մնացել բացարձակ, որպես այդպիսի, նրանք միայն իսլամացած ապրում էին այդ ուրեմն թուրքերի տներում։ Ինչ ճակատագրեր են արժանանում նրանք, ովքեր աքսորվում են քաղաքից։ Ուրեմն մոտ մեկ օր ոտքով ճամփորդելուց հետո նրանք հասնում են Գյումրշանե կոչված վայրը, սա այդ վայրն է, որտեղ առաջին անգամ տեղի ունենում ուրեմն տղամարդկանց եւ կանանց եւ երեխաների զատում։ Տղամարդկանց անհետողությամբ տանում եւ հետո մենք գիտենք կոտորում են եւ ինչի գիտենք այս մասին ինչու տեղեկություն ունենք, որովհետեւ կար խումբ հայերի, որոնք չեն ենթարկվում հրամանում եւ բարձրանում են սարերը եւ նրանք տեսնում են այս կոտորածները։
նրանք ականատես են լինում այդ կոտորածներին։ Մնացած կանանց եւ երեխաներին հիմնականում քշում են դեպի երզնկայի կողմերը եւ վերջին վկայությունները, որ մենք ունենք, նրանք իհարկե մի հատվածը գնացել է Ական, մյուսը երզնկա, Արաբկիր, բայց հիմնականում նրանք պետք է հասնեին Մոսուլ, բայց մենք գիտենք, որ ոչ մի տրապեզոնցի Մոսուլ այդպես էլ չկարողացել հասնել, հիմնականում նրանք ուրեմն մահացել են։ Եվ այստեղ ուրեմն Նվարդ Մախոխյանի օրագրից մի հատված է, Մախոխյան ազգանունը կարող է ձեզ ծանոթ լինել, նրանք բավականին մեծահարուստ եւ շատ ճանաչված ընտանիք էին, եւ երբ որ նրանք հասնում են արդեն մոտ Հալեբի այդ ժամանակվա կուսակալը, որը նախկինում եղել էր Տրապեզոնի վալին, իմանալով, որ այս ընտանիքները այդ քարավանի հետ են, մարդ է ուղարկում եւ հանում է այս որպես բարի կամքի դրսևորում, հանում է այս ընտանիքներին մոտ 10 ընտանիք եւ տեղափոխում է Հալեբ, որից հետո 18 թվականին այս ընտանիքները, այսինքն ովքեր որ փրկվել էին այդ ընտանիքից, հիմնականում 2 հոգի մի ընտանիքից, նրանք տեղափոխվում են Պոլիս եւ գալիս են ուրեմն վկայություն տալիս դատարանում, որի մասին ես խոսում եմ։ Ուրեմն եւ սա Նվարդի ուրեմն հուշերից են այդ իր տեսած եւ անցած գաղթի ճանապարհից, նա գրում է, որ ներողություն, քանի որ ես չեմ տեսնում ամբողջ, բայց օրերով Եփրատի եզերքեն քալեցինք եւ ամեն օր կտեսնեինք հազարավոր կնոջ, էլիկ մարդու եւ մանկանց սիակներ, ուռած վիճակի մեջ, որ ջուրը կքշեր կտաներ, օրերով քալեցինք մարդկային դիակներու եւ գանգերու վրա են, շատ անգամ այդ դիակները այնպիսի ձևերով կներկայանային մեզ, որ աչքներս կգոցեինք չտեսնելու համար, ճամփան կհանդիպեինք խումբ կիներու, կմախքացած, չորացած աչքերնին, ակնապիճերեն, դուրս ցցված, գերեզմանեն ելած ուրվականներու պես այնպիսի ահռելի տեսարաններով մը, որոնց չեմ տեսնում բառը հիշատակ նիսկ միսերնես փուշ կնե։ Սա ուրեմն Նվարդի օրագրից, որը նաև հետագայում հրատարակվել է շատ մերսի կներեք։ Ուրեմն, որը հետագայում թարգմանվել է նաև ֆրանսերեն եւ անգլերեն, ուրեմն հրատարակվել է, կարող եք կարդալ, այնտեղ բավական մանրամասն ուրեմն Նվարդը պատմում է այդ տրապեզոնահայ կանանց, մի քանի կանանց ուրեմն փրկության եւ չարչարանքի պատմությունը։ Պետք է ասեմ, որ ես մոռացա նշել, որը շատ կարևոր մի հանգամանք է, ուրեմն այս տներում փակված հայ կանանց, որոնց հետագայում ես նշեցի, որ սպանեցին Հայոց գերեզմանատանը, բայց մինչև կսպանեին, նրանց տարան Կարմիր Մահիկի հիվանդանոցը եւ այդ հիվանդանոցը դարձավ, ուրեմն նրանք այդտեղ դարձան ստրուկներ եւ որպես նվեր բաշխում էին, այսպես ասած, իթիհադական ուրեմն վերնախավին եւ պահպանվել են ցուցակներ նվերների մասին այդ, այսինքն այսքան գորգ, այսքան աղջիկ, այսքան, չգիտեմ, գոհարեր են քեզ, այսքան գորգ, այսքան աղջիկ, այսքան գոհարեր են քեզ, եւ մենք ունենք նաեւ այդ ցուցակները եւ ուրեմն այս աղջիկները մոտ 1 տարի ուրեմն բարբերաբար սեռական բռնության են ենթարկվել այդ ուրեմն իթիհադական վերնախավի եւ նրանց ընկերների կողմից։ Ուրեմն ինչ մենք տեսանք, ինչ տեղի ունեցավ հայերի հետ, որոնք մնացին քաղաքում, ինչ տեղի ունեցավ նրանց հետ, ովքեր գնացին գաղթի ճանապարհով,
Բայց կար նաև հայերի մի խումբ, որոնք մոտ 700 հոգի, որոնք բարձրացան սարերը, չենթարկվեցին հրամանի եւ մնացին սարերում այնքան ժամանակ, մինչև ուրեմն ռուսական զորքը եկավ եւ գրավեց Տրապիզոնը։ Ուրեմն շատ հետաքրքիր մի փորձություն է դա։ Նրանք 4-5 խումբ էին եւ ամեն խումբը իր գոյությունը քանի որ գաղտնի էր, մյուս խմբի մասին գաղափար չուներ։ Եվ երբեմն իրենք, երբ որ գալիս էին այդ հունական կամ թուրքական գյուղեր հաց գտնելու ուրեմն ջանքերով հանդիպում էին իրար եւ բացահայտում էր մեկը մյուսի ուրեմն գոյության մասին։ Բայց հետաքրքիր է, որ այս խմբերը կարողացան ուրեմն դիմակայել այդ ձմեռը իր շնորհիվ նաև ամերիկացիների եւ օտարերկրացիների, որոնք քաղաքում էին մնացել, որովհետեւ ծտյալ նրանք իջնում էին քաղաք եւ ուրեմն պայմանավորվում էին ամերիկացիների հետ, որոնք գումար էին փոխանցում այն հույներին, հույն գյուղացիներին, որոնք հայերին հաց էին տալիս, եւ սա շատ մեծ վտանգ էր իրենից ներկայացնում, որովհետեւ թուրքական ոստիկանությունը բնականաբար գիտեր, որ կան հայեր սարերում, որ նրանք զինված են եւ բնականաբար նաեւ զբաղված էր այս հային գտնելու եւ ձերբակալելու ուրեմն գործով։ Բայց 1916 թվականին, երբ որ ռուսական զորքը հայերի օգնությամբ գրավում է Տրապիզոնը, եւ շատ հետաքրքիր է ինչու եմ ասում հայերի օգնությամբ, որովհետեւ հայ հետախույզները գալիս են Տրապիզոն, հավաքում են համապատասխան ինֆորմացիան, տեղեկությունները եւ ռուսական զորքը մտնում եւ ուրեմն գրավում է Տրապիզոնը։ Երբ որ նրանք գալիս են քաղաք, բացահայտվում է, որ Տրապիզոնում հայ չի մնացել եւ միայն որբեր են, կազմվում է ուրեմն Տրապիզոնի հայկական կոմիտեն, որը փորձում է բանակցել տեղի ռուսական զորքի հետ, որպեսզի կարողանան հավաքել որբերին եւ կանանց։ Բայց պարզվում է, որ ռուսական տեղական իշխանությունը այդքան էլ ոգևորված չէ օգնել հայերին, որպեսզի նրանք հավաքեն որբերին, որովհետեւ իրենք ուզում էին կոնֆլիկտ չունենալ իսլամ տարի հետ, որը մնացել էր Տրապիզոնում։ Ռուսները հայտարարում են, որ Տրապիզոնի ընդհանրապես իսլամ բնակիչները այսուհետև հանդիսանում են հայերի հետ հանդիսանում են ռուսական կայսրության քաղաքացիները եւ այս ամբողջ բանավեճերը, վեճերը ավելի շուտ պետք է լուծվեն դատարաններում։ Եվ բնականաբար ոչ մի իսլամ չէր ուզում վերադարձնել հայ կանանց հատկապես, եւ հայերին ինչ էր մնում կազմակերպել չհանձնել իրենց զենքերը եւ գաղտնի աշխատելով ռուսական զորքում գտնվող հայազգի ուրեմն զինվորների հետ եւ սպաների հետ կազմակերպել այս երեխաների եւ կանանց ուրեմն փրկության միսիան։ Եվ նրանց հաջողվում է այսպես մինչև 1917 թվական նրանց հաջողվում է մոտ ամրապես 200 որբ հավաքել եւ ուրեմն հետագայում նրանց տեղափոխում են Բաթում, մի մասը հարազատներ ունեին Պոլիսում, տեղափոխում են Պոլիս եւ փաստորեն գիտեք, որ արդեն ռուսական զորքը, երբ որ հեղափոխությունը տեղ ունենում Ռուսաստանում, ռուսները ռուսական զորքը նաև հարձակվում եւ թալանում է մնացած հայկական ունեցվածքը, որը առկա էր քաղաքում, որովհետեւ հայերը միշտեր հայերը բանակցում էին, որ իրենց վերադարձվի այն գույքը, որը չէր թալանվել դեռ առկա էր քաղաքում, ռուսները չէին համաձայնում եւ փաստորեն վերջում ռուսական զորքը արդեն ուրեմն իրենք թալանում են այդ ունեցվածքը եւ հայերը փաստորեն մնում են առանց իրենց ունեցվածքի ընչազուրկ եւ ստիպված են լինում գաղթել արդեն որ թուրքերը հետ են վերցնում քաղաքը, ստիպված են լինում գաղթել Բաթում եւ այնուհետեւ ռուսական կայսրության մյուս քաղաքներ։ Ուրեմն հիմնականում, սա իմ վերջի սլայդն էր, հիմնականում ամբողջ Տրապիզոն քաղաքից մոտավորապես 700 վերապրող կա եւ վերապրող է եղել,
Եվ նրանց բոլորի հուշերը հավաքագրել է Հովակիմ Հովակիմյանը, ձեզ բոլորիդ հայտնի են հուշամատյանները և կա ուրեմն նաև Տրապիզոնի հայերի հուշամատյան, որը կոչվում է Պոնտահայ, հիմա վերնագիրը լավ չեմ հիշում, բայց պոնտահայությանն է նվիրված և ուրեմն Հովակիմյանը սարերում պահկված, այսպես ասած փրկված որբերից մեկն էր, նա 17 տարեկան էր և հետագայում նա կարողանում է գտնել և հավաքագրել բոլորի հուշերը, իր արխիվն էլ գտնվում է Երևանում, Եղիշե Չարենցի անվան ուրեմն թանգարանի արխիվում և բավականին հսկայական նյութ է պարունակում նախացեղասպանական շրջանի Տրապիզոնի հայության կյանքի մասին և հետցեղասպանական շրջանի Տրապիզոնի հայության կյանքի մասին։ Այսքանը ես այստեղ կվերջացնեմ և սիրով կպատասխանեմ ձեր հարցերի։ Շնորհակալություն։ Եթե հարցեր չունեք, կանոն եք։ Ես հարցում հարցնեմ։ Հիմա գիտենք այսօր Սերձովյան կողմը վերներում վրա հույներ կան և ուներեն կխոսի։ Արդյոք հայերն ալկան ունդեղ անունցքով կամ Համշենի հայերը, այո, որ ընդհանրապես եթե ծանոթ եք Համշենի բարբառին, դա անձամբ իմ համար, որ ես գրաբար գիտեմ, շատ լավ հասկանում եմ, որովհետև շատ 13-րդ դարի հայեր են դա, շատ գրաբարյան ավելի հայեր են, ոչ մոդեռնացված հայեր են, և շատ տխուր է անշուշտ Համշենահայության պատմությունը, որովհետև իրենք իրենց Համշեն են համարում և իրենց ինքնության մասին վերջերս են բացահայտել, որ իրենք ունեն իրենց լեզուն դա հայերենն է և իրենք այսինքն հայկական ծագում, թերևս այսքանը, բայց բուն Տրապիզոնը, ես գիտեմ, որ բացարձակ չունի հայ բնակչություն, եթե ինչ-որ մեկը, որ ճանաչում եմ ավելի շատ երևի Պոսահայ համայնքը կիմանա, եթե կա Տրապիզոնում հայեր, բայց ես գիտեմ, որ նաև Տրապիզոնի թուրքերը շատ ֆաշիստական նաև բանում են, որովհետև նրանց հիշողության մեջ մնացել է, որ նրանք հիմա այդ հայերի, հայկական թաղամասում հայերի տներում են ապրում և հայկական ունեցվածքի նաև բիզնեսների տերերն են դարձել և իրենք անուն գիտեն, թե ովքեր են և ում ունեցվածքին են տիրացել և բավականին ագրեսիվ վերաբերմունք կա հայերի նկատմամբ։ Ես գիտեմ, որ փորձեր եղել են հայ տուրիստների այնտեղ գնալու և շատ ագրեսիվ բաներ են արժանացել։ Ինչ-որ դեր գույներում թրամ գոջարեն, որպեսի իրենց ազատեն։ Բայց որքան գիտեմ, Թոփանոսում երին դեսը ղեկավարներս ենք, Մուստաֆա Քեմալի գովրալ արդեն իրեն նախապատերությունը դրված է, և կստե գտանեին հայերը նավով ձովն մեջտեղ է, մուգերով դես գտապեին։ Եվ ինչպես կնալալ, որ հայերը գվստային գույներում թրան գալու, որպես իրենց գանք ազատեն։ Եվ թուրքերը գխոստանային, որ անով բիդանին գուլիս իրենց ասկագարորում բիդի հանցնեն, բայց ճանապարհին որպես նավը աշխարհի նավուն մեքենան աշխատանքներով համար թուրին մեջ է ազուկ նետելու դեր հասմարտիկ կնետեին։ Ինչպես հայերը պիտի վստահեին, որ իսկապես գույները իրենց պիտի օգնեին։ Իրենք արդեն փորձանքի մեջ էին։ Այո, ես խոսում էի մինչև ուրեմն 1915 թվականը։ Թոփալոսման ավելի ուշ շրջան է գալիս, մինչև 1915 թվականը, և ուրեմն հայերը ընտրություն չունեին իրականում, կամ թողում են հույների մոտ, կամ իսլամի մոտ, և նրանք գիտեին, որ մեծամասամբ պետք է սպանվեն, ուրեմն մտածում են, որ հույներն ավելի վստահելի են, և ես ասեմ, որ շատ հույներ, օրինակ, եթե դուք գիտեք
Փայլածու Գաբթանյանի հուշերը կան, նա 21 թվականին հրատարակել իր հուշերը, տրապեզոնահայ էր, եւ իր երկու մանչուկներին նա վստահում է իրենց հույն հարևանի, որը կարողանում է բերել հետագայում 1918-ին պոլիս եւ հանձնել իր մորը այդ երեխաներին։ Այսինքն մենք եւ մետրոպոլը բավական բանակցություններ է վարել բանի հետ, թուրքական իշխանությունների Ջեմալ Ազմիի հետ անձամբ եւ մետրոպոլի հուշերը կան Թեհրանահայ մի թերթ կա Ալիք թերթում 30-ականներին, եթե չեմ սխալվում, թե 40-ականներին մատլավ չեմ հիշում, բայց դրանք տպվել են այդ հուշերը, թե նա ինչպես էր բանակցում։ Այնուամենայնիվ եղել են հույներ, որ համագործակցել են թուրքերի հետ, եղել են հույներ, որ օգնել են հայերին, չէ՞ որ ձեր ասած իրենք էլ արժանացան նույն ճակատագրի եւ շատ կարճ ժամանակ հետո եւ ասեմ ձեզ, որ այն որբերը, որոնք այնուամենայնիվ մնացել էին հույների ընտանիքում, այս խեղճ որբերը հույների հետ նորից ուրեմն արտաքսվեցին եւ նույն ճակատագրին արժանացան։ Շնորհակալ եմ։ Եթե հարցեր չունեք, ես շնորհակալ եմ, որ Կիրակին նվիրեցիք այսօր իմ դասախոսությունը լսելու։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ։ Հիմա կարգապետ հանձնախումբի աբանավետ բարոն Հերման Ջերիմին հրավիրել, որ վերջին խոսքը ասել։ Արցակովին այգը դժվար է տեսել, չէ՞, միշտ այդպես է, բայց շատ շնորհակալ եմ պետք էր պետք է լսենք։ Բարի երեկո բոլորիդ, Պոլսայի միության վարչության գործադիր մարմնի մշակութային հանձնախումբի և բոլոր միացյալ հանձնախումբներու անունով կուզեմ շնորհակալություն հայտնել, որ ձեր ներկայությունը պետք է այսօր այդակին։ Այս միջոցառումը լույս սփռեց ոչ միայն հայ ժողովրդի պատմության ամենեն գլխուր էջերեն մեգումը վրա, այլ և նաև համայն մարդկության ամոթալի պատմության վրա, ինակ չէ, շատերով վարային են պարին։ Անցնող շաբաթներու ընթացքին Պոլսայի միությունը մասնակցեցավ հիշարակության զանազան միջոցառումներուն, որոնք կազմակերպված էին հայոց ցեղասպանության 110-րդ ամյակին առիթով, համագործակցությամբ UACLA եւ AGC, որ իրենց ներկայացուցիչը պարոն Միրան Խաչատրյան հոսը մեզ է շատ շնորհակալ եմ կազմակերպություններու նախաձեռնությամբ։ Այսօր շատ կարևոր է հիշել մեր ժողովրդին թեմ գործածված ոչինները եւ հասկանալ պատճառները, որովհետեւ ավելի լավ ընկնենք ներկա օրերուս հայերուն եւ մարդ էագին հանդեպ ուղղված ոչիններուն վայրակությունը եւ լրջությունը։ Մարդկությունը փճացնող աշխարհի ավագանած այս միջավայրի մեջ կտեսնենք, որ մարդոց ուրիշին դարավանքը և ցավերը հասկանալու կարողությունը հետս է գլաքսի։ Հոս է, որ դոկտոր Աննա Ալեքսանյանին այս հետազոտությունը չափազանց կարևոր և օգտակար կդառնան։ Ուզեմ սրտե շնորհակալություն հայտնել դոկտոր Ալեքսանյանին այս կձողկալած իր կարևորագույն ուսումնասիրության համար, որ կնպաստի հասկանալու որպես մարդ ավելի շատ նմանություններ ունենք, քան տարբերություններ, և պետք է զարգացնենք մեր համագործակցությունը իրար հասկանալ, որ իրար հանդեպ։ Շնորհակալ եմ, հարցեր բարի եկաք, և այսօր այդակիրը վերջացած։
Ապագոնները բերզան ասնակցիր, բոլոր տրակացեք։ Հավեցեք։ Baxanda selo çekkinler azad. Ya ettir işte. Veraldırma verald. Mais vous, make up no question word.
Geliyorum şimdi. Artık onları tersine kullan. Seni de çıkırsam Ejder. Şans versin. Güzel. Allah görece. Bette bu bir ameli lava bir de Allah. Ammenaden ammenin lava bir de.
So there's Panorama,
Ալեքսանդրովնա, հոգյանքիսն շտողոցնա, Սուրձով կոյոցան, կուքի և խոսանքություն վիդեոյա։ Մերի ուսուցություններն և չէ դնորեդի, թե ուսուցությունները։ Then you have to come. I'm going to be at church anyway. Okay, so I have to do We'll figure it out. Okay, We'll figure it out. I have some. No problem. I saw they got. Հարիոքերով իմը շաբաթը անցին է, առաջասված։ Saturday night or something. Oh, that's right, that's right. You're coming to that now? I guess so. There you go. Yeah. Mexican coffee. Yeah, we'll see you Saturday. Saturday, we'll see you Saturday. Wow. See you next Saturday. Sometimes I go to
Bunlar aslında o tezeklerin iklimini yapıyorlar ve satıyorlar. Rafta falan var. O çok sağlıklı. Mesela yersem ondan diyor. Canlı ekmektir yani. Tezekye bu. Yani 4-12 yapıyor. 4-12 bile.
Trader Joe's only Benghazi, Costco only. Ամեն դե գրնակցնա, ռավսին մեջն ալգա, սանատարանների մեջ, հացերին գողնում չգնա, սանատարանների մեջ գնա, և միշտ սանատարանի մեջ պետք է որ բանը։ I have a Costco YouTube video today. Costco only. It's in the freezer. I have to look for it. Yeah, I like it.
Herkesin bir şurada oturma nasıl anladın mı? Senin yani sen bizim kilisede neden en önde herkes projektör perdesinin gerisinde ona bakıyor.
Türkiye
Մենք շնորհակալ նորեն իսպես։ Մերսի Maybe I should have said something. Because they're meant to they had that idea. But where do they use it now? Everybody loves sometimes. Many people love something the life is important. We already
Old people products so funny. Do their exercise aquatics. Hayatta olacak şey değil devam edilen şeyler. Ne vidalar gevşemiş ya. Vallahi olur hemen görüyor. Vidaları silmek lazım. Biz görevimizi yaptık. Vidalar silmek kafa. Bu kadardır abi. This very much. Not like this You see the red lines, you see the red flags. Maybe it's not. You could probably remove it so it looks like it could be. Kızıyorlar, hiçbir ama hiçbir problem. Ժամանակին պիտի հարմարեցնի մեծ սերկեմնով olmaz. O getirdi. Kız getirdi çantasından çıkarttı. Sistemde bir şeydi. Belki de. Vancouver կնասիր երկու աղջիկներուն հետ, բայց մեկ օր առաջ ուրիշ ընկերուի մոտ
վերջը անգորդել է, շատ սիրել ավելի լավ է, Ben elimi bile sürmedim, görmedim bile. Onun şeyleri de çıkartacağız. Desenlerini alırız. Şu an destek olmuşlar. Şeyden çok Georgia'dan dönerken yakaladım. Georgia'ya gideceğiz. İşte onlar yapmamışlar. Bir para veriyorlar. Müze var ya. Ayaslan'daki bütçe verilmiş, bunu yapın. Onlar da kulak ardı herhalde güvenli, zor yanı. Zor yanı hiç olmamış. Bizi öyle kalmış. Belki parayı içecektir. Ben hatırlıyorum. Zor yanı. Dedim ki onlar yoksa hakikaten sonra Murat'la konuştuk. Biz İstanbul'daki Ayca birleşelim. Güzel yanı Fırat Bilkin mezarı güzel bir insan ondan sonra yaptılar nereye şunu falan derken ona açtık o tarifi. Ondan sonra Horse Payzan'dan da bir ismi var zaten. Size yan tarafına yoksa yanılacaklar mı? Ama niye ortaya koymamışlar? Başkan yeni iş Bunları kim götürdü? Sendeki yok benim
That's okay, the language. Senin aldığın eve yakın arkadaşlar. Language is okay. Ama şeyden inerken direkt değil, yandan eski yol vardı ya. Bunun bir ismi var. So the language is not so important. But it's Los Angeles is not as much. I wish they keep their It's very diverse. Mesela buydu. Manasilo, lezum metkemen. Vai manchele. O günü de ben alıyorum. Oh yes, maybe it's none of them. But they're Even Fresno, I went to UCLA and my classmates, I said, let me take Armenian history. I know Istanbul, so I said, let me take Armenian history. And all my classmates were from Fresno. They didn't speak Armenian, and I was really calm at the time. You know, I had a hard time. I thought I'd be able to communicate with them and then talk about myself. I couldn't. That is the site. Yeah, having the ones out here, they're going HBU, they can't speak. Yes, they won't speak. That's James. Tokmak yol. Tokmak yol. Tokmak yol. Mezarlığı. Anangısız da ama. Tokmak yol.